թվում է հայ մարզիչ անհրաժեշտ էր հավաքականին ու հենց ինքը գնում եք առաջ։ Ավելի շատ ես եմ ինձ խանգարել։ Եղել է կոնֆլիկտներ ձեր միջև։ Իմ կարծիքով չէ, զանգելու ենք իմ ընկեր Ժիրայր Շաղոյանին։ Սպասելի ու ճիշտ մարդն էր, որ նշանակվեց։ Ողջույն Ժիրայր ջան։ Մելիքյանի օրոք ավելի շատ ներքևից ենք խաղում, որովհետև դա մեր ուժեղ կոմը։ Ալո։ Ժիր ջան, բարև ախպերես։ Բարև։ Մի քիչ ավելի հեռուն նայեք։ Նվիրվեք թիմին։ Օհո։ Եթե համբերություն ունենայի, Այո։ կարող է հիմա լրիվ ուրիշ դասավորվեր ամեն ինչ, Ինչ բերեց իր հետ Երեշե Մելիքյանը հավաքականին։ որովհետև որ չխաղամ, պետքա չմնամ։ Շնորհակալություն եղբայր։ Ողջույն հարգելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նորալիք YouTube-յալ անալիքում եւ բնականաբար մեր այսօրվա հանդիպման հյուրը ֆուտբոլային անձնավորություն է։ Արտուր Սերոպյանն է եկել մեր լուսավոր կետերից եւ պայծառ աստղերից մեկը, ում աստղը հուսանք նաեւ գնալով ել ավելի վառ է պսպղալու ֆուտբոլային ասպարեզում եւ ողջույն Արտուր ջան։ Բարև ձեզ։ Ոնց է տրամադրությունը։ Շատ լավ։ Ասեմ ձեզ Արտուրը շատ անմիջական մարդ է, հիմա կարող ենք դուքերով խոսենք, բայց շատ անմիջական է մեր շփումը։ Շատ ուրախ եմ, որ այո, ֆուտբոլային անձնավորությունը կարողանում է նաև որ մարդկային լեզվով շփվել։ Չկա այդպիսի զգացողություն, որ դե ես ֆուտբոլիստ եմ, դե ինձ շատերն են ճանաչում, մի քիչ ավելի ինձ բարձր պահեմ, մի քիչ ավելի հեռու լինեմ։ Ճիշտն ասած իմ մոտ չկա, չեմ կարող ասել մնացած ֆուտբոլիստերի մոտ ոնց է, բայց ֆուտբոլիստ դուրս կա կյանք, որ պետքա շփվես մարդկանց հետ ոնց որ ճիշտ ես գտնում ու ամենակարևորը մարդկային շփումն է, հետո նոր մնացածը։ Որն էր գաղտնիքը Արարատ Արմենիայի անցած մրցաշրջանի չեմպիոնության, որ կարողացաք հենց այդ գաղտնիքը պահպանել ու Իմ կարծիքով գաղտնիքը այդ ստաբիլ խաղն էր, որը որ մենք ցույց ենք տալիս, եթե չեմ սխալվում, առաջին հատվածում պարտվել ենք 2 թե 3 հանդիպում, եթե չեմ սխալվում, ու մեծամասնությունը հաղթել ենք ու ամենակարևոր խաղերում մեր հակառակորդներին հաղթել ենք ու կարծում եմ, որ հենց այդ կոնցենտրացիան հենց ասած տեղում էր ու ամեն խաղին դուրս էին գալի հաղթելու նպատակով։ հասնել այդ նվաճմանը։ Չեմպիոնությունը հաղթում են հենց ուղիղ մրցակիցներին հաղթելով, թե ստաբիլությունը պահպանելով ըստ քեզ։ Ըստ ինձ ստաբիլությունը պահպանելով, որովհետև կարող ես հաղթել քո այդ չեմպիոնական մրցակիցներին, բայց մյուս հակառակորդներին, օրինակ կարևոր խաղերում չհաղթել, որը որ մեր հետ եղել է, Վանի հետ, ԲԿՄ-ի հետ, կարևոր միավորներ են կորցրել, բայց դրանից հետո ամենակարևորը այն է, որ չպետք է ինչ-որ մտածես, որ վсё ավարտվեց, պետք է կենտրոնանաս բոլոր խաղերի վրա ու տրամադրվես, որպեսզի հաղթես։ Արտուր ջան, իսկ եղել է անցած մրցաշրջանում տենց մի պահ, որ զգացիք վերջ, չեմպիոնությունը արդեն մերն է, մեր ձեռքից չի կարող փախչել։ Ինձ թվում է չէ, քանի որ գիտեինք, որ առաջին մրցաշրջանում լավ հանդես եկանք, առաջի հորիզոնականով ավարտեցինք, բայց դեռ երկրորդ մրցաշրջանը կար, որը որ ավելի բարդ էր լինելու, քանի որ թիմերը նոր տրանսֆերներ են անում, բոլոր թիմերը ավելի լավ են պատրաստվում, ժամանակ ունեն դադարի ձմեռային, ու մտածում ենք, որ հակառակ ավելի բարդ է լինելու եւ նորից լավ չսկսեցինք, Ալաշկերտի հետ հանդիպումով պարտվեցինք, բայց հենց այդ եմ ասում, որ ամենակարևորը հենց այդ ստաբիլությունը պահպանեցինք ու դարձանք չեմպիոն։ Քո ավանդը ունես այս հարցում չեմպիոնական, որովհետև գոլեր, արդյունավետ գործողություններ, որոնք այո նպաստեցին չեմպիոնությանը։ Այդ ամենը ֆուտբոլիստի մոտ առաջացնում է զգացողություն, որ sense ասած կտրվում է հողից, որ դե ես արդեն շատ կարևոր ֆուտբոլիստ եմ, ես մշտապես պետքա հիմնական կազմում լինեմ, թե այնուամենայնիվ մարզիչները կամ ընկերները խորհուրդ են տալիս, որ չէ, իհարկե գոլ ես խփել, իհարկե փոխանցում ես կատարել արդյունավետ, բայց դու մեկա բոլորիցս մեկն ես ու պետք է հավասար մարզվես, պայքարես մեկնարկային կազմում լինելու համար։ Այդ հենց մեր թիմում կոնկրետ ասեմ, որ մարզիչն է դնում այդ ձեր ասածը, որ պետքա պայքարես, որպեսզի խաղաս քո տեղը, որովհետև հենց թիմում ունենք մեծ, ոնց որ ասած, կոնկուրենցիա ֆուտբոլիստների, որը որ այդ ապահովում է առողջ մրցակցությունը, եթե մի խաղին դու դուրս գաս ու չպայքարես կամ ինչ որ մաքսիմում չտաս թիմի համար, հաջորդ խաղին մյուս ֆուտբոլիստը, որը որ սպասում է իր շանսին, հաստատ ստանալու է, քանի որ մարզիչը հենց մեր հետ շատ է շփվում այդ առումներով ու ասում է, որ եթե ուզում եք խաղալ, ուրեմն պետքա անեք ձեր դեմ դրած առաջադրանքը ու նվիրվեք թիմին։ Իսկ Տուլիպայի հետ աշխատանքը ոնց կբնութագրես։ Շատ պահանջկոտ, բայց միևնույն ժամանակ ընկերական, թե պարզապես հստակ գծում են գծերը, որոնց պետք է հետևեք ու գնում եք առաջ։ Ընկերական հարաբերություններ էլ կա ձեր շփման մեջ։ Այո, շատ ընկերական, ավելի շատ ինքը
ընկերական մարդ է, հետո նոր մարզիչ, բայց երբ որ արդեն մտնում ենք դաշտ, կենտրոնանում ենք բոլորս աշխատանքի վրա, բայց դաշտից դուրս շատ ընկերական, շատ լավ կարամ ասեմ մարդ է, որ շփվում է բոլոր ֆուտբոլիստների հետ, բաց է բոլոր ֆուտբոլիստների հետ ու ամենակարևորը, որ բոլորին նայում է մի աչքով, ասենց ասած, ու չի ավելացնում, չի պակասացնում ու բոլորին նայում է որպես մի թիմ, իր ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ չեմպիոնությունը դարձավ։ Առանձնազրույցներ նրա հետ լինում են ու ինչ ասում հենց այդ առանձնազրույցների ժամանակ։ Իհարկե լինում են, ես էլ եմ շատ զրուցում ու շփվում ու կոնկրետ իմ մասով ասում եմ, որ պոտենցիալը շատ մեծ է, որ կարամ ավելին անեմ, թե թիմի համար, թե առանձին իմ համար ու ասում եմ, որ պետքա չսահմանափակվես քո արածներով, պետքա միշտ առաջ նայես ու ամենակարևորը ճիշտ աշխատես, որ հաստատ որ կարաս հասնես քո նպատակներին։ Արտուր ջան, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել, հաղթեցիք արդեն Լատվիայի չեմպիոնին Ռիգային։ Արդյոք սա արդեն իսկ լավ նախապաշար է, որպեսզի մի քիչ ավելի հեռուն նայեք։ Ինչպիսի նպատակներ ունի Արարատ Արմենիան իր արչև դրված հենց Եվրոգավաթներում։ Մալտական ու ինչ որ իռլանդական թիմեր են, անունները չեմ հիշում, որ իրանց հետ ենք մրցելու, կարծում եմ իրատեսական է, որ կարող ենք իրանց էլ հաղթել ու կարող ենք լավ առաջ գնալ Ռիգայի հետ խաղը, իրանք շատ ֆիզիկապես պատրաստված ամուր թիմ էին, բոլոր ֆուտբոլիստերին որ նայում էիր, թե բարձրահասակ, թե ավելի շատ մասսայական մեծ ֆուտբոլիստեր էին ու այդ չի որոշում ոչ մի բան խաղադաշտում, բայց դու պետքա պատրաստ լինես, քանի որ այդ ամեն պայքարը կարա գոլ լինի թե մեր դարպասին, թե իրանց դարպասին։ Իհարկե բոլորս ուզում ենք, որ հայտնվենք Եվրոգավաթներում, չգիտեմ, թե կլինի Եվրոպա լիգա, թե կլինի կոնֆերանս լիգա, որպեսզի շարունակենք մեր ելույթները այնտեղ ինչքան երկար հնարավոր է։ Արտուր ջան, ազգային հավաքականի կողմ գնանք։ Շնորհավորում եմ առաջին գոլի կապակցությամբ։ Վերջապես եկավ այդ պահը, կար տպավորություն, որ իստեղի ամեն ինչ անում է, զուտ էս գնդակն է, դավաճանի պես sense չի ուզում մտնի։ Բայց վերջապես եղավ այդ գոլը, կա ինչ որ մի բան, որ խանգարում է ձեզ ազգային հավաքականում, հենց սկզբում խանգարել է, այսինքն նոր մի միջավայր, որտեղ պետք է նոր ծանոթանաս գուցե մարդկանց հետ, ամեն մեկի խառնվածքը տարբեր է, չգիտես ոնց պետք է բայց դու էլ երիտասարդ ֆուտբոլիստ, այդ ադապտացիոն հատվածը ոնց է անցել հավաքականում։ Այդ հատվածը ես հիշում եմ, որ այդ ժամանակ Խաղաղին Կապարոստ էր մարզիչը, ինքը ինձ շատ օգնեց, որպեսզի ես ընտելանամ թիմին ու կային ֆուտբոլիստներ փորձառու հավաքականում, որոնք հիմա էլ չկան, բայց իրանք շատ ինձ օգնեցին, որ ավելի շատ ադապտանամ թիմի հետ, որ զգամ ինձ որպես արդեն թիմի մասնիկ, կապ չունի, որ 19 տարեկան էի կամ 20 տարեկան ես, այդ կապ չունի։ Հիշում եմ, որ շատ լավ է անցել, որ արդեն մի քանի անգամ հրավիրվեցի, вообще չէի զգում, արդեն ոնց որ նորեկ լինեմ ու հարազատի պես էին։ Հարազատի պես էին, հա, շատ այտենց անմիջական միջավայր էր, որ տղաները կանչում էին, խոսում էին, այն ժամանակ ես իրանց հեռուստացույցով էի նայում, հետևում, հետո որ արդեն կողքին նստած ինչ-որ թեմաներից եք խոսում, բան արդեն խորհուրդներ են տալի, շատ հաճելի է այդ ամեն ինչը ու հիշում եմ, որ իրանք շատ ինձ օգնեցին, որ այտենց հեշտ անցնեմ։ Ներկայումս հիմա գնում է Մելիքյանի կողմից երիտասարդացման աշխատանքներ հավաքականի, ոնց ես նայում ես ամեն ինչին ու արդյոք կան արդեն դեպքեր, երբ գալիս են այն տղաները, ովքեր մի քիչ են քեզնից փոքր կամ գուցե տարեկից եք ու արդեն ինչ-որ խորհուրդներ ունես իրենց տալու, գուցե ինչ-որ մի բան պակասել է քեզ, երբ դու ես եկել հավաքական, այդ ուզում ես լրացնես այս նորեկներին ցույց տալով այդ ամենը։ Միանշանակ է նորեկները, ովքեր որ գալիս են, փորձում ենք իրանց օգնել, որ ոնց որ մեզ են օգնել այն ժամանակ, որ իրանք էլ շուտ ամրապնդվեն թիմի հետ, որովհետև հավաքականում դու չունես շատ ժամանակ պատրաստվելու, դա ակումբ չի խաղերին, որովհետև գնում ես հավաքական, կարող է 4-5 օր հետո արդեն պաշտոնական կամ չգիտեմ, կարևոր ընկերական խաղ հանդիպում ունենաս, հնարավոր է դաժե մեկնարկային կազմում են առաջի անգամ, ոնց որ ասեցի Գեղեշա Մելիքյանը, տարիքով փոքրներին հնարավորություն տալիս իրանց դրսևորելու ու պետքա օգնես իրանց, որ իրանք չլարվեն, որովհետև հնարավոր է առաջի հանդիպում ու խաղում են հավաքականում միշտ բոլորի համար այդ երազանք է խաղալ Հայաստանի հավաքականում այդ մարզաշապիկով ու վստահ եմ այդ պահին դու զգում ես այդ ես էլ եմ զգացել այդ ոնց որ ասած պատասխանատվությունը բայց մենք փորձում ենք ամեն ինչ անենք որ տղաները ովքեր որ գալիս են որ հասկանան որ այս հավաքականի եթե հնարավորությունը տրվել է պետքա դու օգտագործես որ օգնես թե քո թիմին թե քո ազգին թեթև զգան իրենց հա Եղեշե Մելիքյանը, որ նշանակվեց ազգային հավաքականի մարզիչ, առաջին միտքը քո գլխում որ ծագեց, ինչ բերեց իր հետ Եղեշե Մելիքյանը հավաքականին։
վստահություն եկավ, քանի որ ինձ թվում է հայ մարզիչ անհրաժեշտ էր հավաքականին ու հենց ինքը ինձ թվում է ամենասպասելի ու ճիշտ մարդն էր, որ նշանակվեց, որ հիմա նայում եմ հետ մեր խաղերը ու հասկանում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, որովհետև մենք լիգը խաղերում ապացուցել ենք, որ մենք կարանք առաջի համարով խաղանք։ Թեկուզ Իռլանդիային ենք հաղթել, որը շատ ուժեղ հավաքական է, խաղացել ենք առաջին համարով։ Թեկուզ վերջի խաղերը ճիշտ է, շատ ցավալի չհաղթեցինք, բայց քանի շանս չօգտագործեցինք 100%-անոց, որ պետք է գոլով ավարտվեր, բայց դե ֆուտբոլը չես կարող հիմա հետ նայես այդ ամեն ինչին, ուզում եմ ասեմ, որ ճիշտ աշխատում ենք ու հաստատ եթե սենց աշխատենք, արդյունքները սեպտեմբերին տեսանելի կլինեն։ Շատ հաճախ այ ինչպես նշում ես առաջին համարով խաղալը ենթադրում է դիրքային գրոհներ կազմակերպելը, իսկ դիրքային գրոհներ կազմակերպելու համար էլ դե բնականաբար պետք է մաքուր կենտրոնական հարձակվող։ Որպես այդպեսին Յուրա Մովսիսյան չունենք։ Խանգարում է ձեզ այդ պակասը, որ գուցե այն հարձակվողները որ ունենք, բայց մի քիչ ավելի այլ պրոֆիլի են, չգիտեմ, Ռանոսը կամ Ֆին Գերագուսյանն է օրինակ միացել հավաքականին։ Նրա հետ փոխհարաբերությունները ոնց են ու դիտարկում ես, որ արդեն երբ այդպիսի բարձրահասակ ֆուտբոլիստ կլինի կենտրոնում, տուգանային հրապարակում, գուցե ավելի նպատակային փոխանցումներ կսկսեն գնալ այդ ուղղությամբ։ Ով որ խաղում է հիմա, ինձ թվում է ինքը առավելագույնն է անում իր դիրքի համար։ Ֆին Գերագուսյանը ինքը լավ ֆուտբոլիստ է, ճիշտ է, շատ չեմ տեսել ես իրան խաղերի մեջ, մի անգամ ենք խաղացել երևի, որ ինքը հրավիրվել էր։ Երիտասարդ ֆուտբոլիստ է, որը որ ունի լավ ապագա, բարձրահասակ, որը որ հարձակվողի համար շատ կարևոր է այդ գործոնը, որովհետև հարձակվողը եթե բարձրահասակ եղավ, ինքը շատ ավելի շանսեր ունի գոլեր խփելու ու թիմին օգնելու։ Մենք խաղում ենք ոչ թե երկար գնդակներով, հիմա Մելիքյանի օրոք ավելի շատ ներքևից ենք խաղում, որովհետև դա է մեր ուժեղ կողմը, որովհետև չունենք բարձր թե վինգերներ մեր հետ կապված, թե հարձակվողներ, որ օթային պայքարներում տես շատ հաղթեն։ Հուսանք, որ կօգնեն իրանք հավաքականին, հարձակվողները ու սկսեն գոլեր խփել, մենք էլ փորձենք գոլային փոխանցումներ անել։ Հավաքականում, Արարատ Արմենիայում, քո թիկունքում գտնվում է մի մարդ, ով հայկական ֆուտբոլում, ասում եմ, առած դրած ունի, Կամո Հովհաննիսյանը։ Գալիս է այդ վստահությունը, հանգստությունը, որ Կամոնը թիկունքում, կամ գուցե ավելի հեշտությամբ եք իրար հասկանում, երբ պետք է ինքը միանա, կամ դու երբ պետք է իրեն, այսպես ասած, ապահովագրես, այդ փոխհարաբերությունները։ Ճիշտն ասած, արդեն շատ հեշտ է ստացվում Կամոյի հետ խաղալը ու ես ասում եմ, որ իր փորձը դաժե առանց գնդակ դաշտում շատ է երևում, շատ է օգնում ինձ, որովհետև ինքը որ իմ հետևում է խաղում, իր կարա մի հատ բառը ճիշտ հուշի ինձ, որ ես ճիշտ դիրքային փակեմ պրեսինգի ժամանակ ու մեր պրեսինգը ստացվի ու ինքը կարա մենակ խոսալով ինձ հետևից ինձ ճիշտ հուշի, որ ես շատ լավ ֆուտբոլ խաղամ, փոխ համագործակցությունը արդեն շատ լավ ասում են, որ բոլորն էլ ասում են, թեկուզ որ շատ արդեն լավ ստացվում է ամեն ինչը ու իսկականի շատ հեշտ է իր հետ խաղալը, որովհետև շատ փորձով ֆուտբոլիստ է։ Ռասուլիչը Սերոպյան, արված ու գոլ! Գոլ, 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 գոլ! Արթուր դու տղա ես Սերոպյան մեքսրա! Որքան էր սպասել նա այս գոլի, որքան էր ուզում, նա իր ձախ ոտքի տնտանով աշխատեցնել և ստացվեց։ 23 տարեկան, բայց արդեն Էմրոսմա Եվրոպայի կողմերը նայած, գնացած մի կրուկ պտտված ֆուտբոլիստ եք, Պորտուգալիա, հետո նաև Շերիֆ։ Առաջին դժվարությունները կամ գուցե ինչը չի հերիքում այնտեղ հայ ֆուտբոլիստներին ու հատկապես հենց ձեզ գուցե ինչ-որ մի բան չի հերիքել։ Պորտուգալիայում ճիշտն ասած ես ավելի շատ երիտասարդ էի, բարձր մակարդակի վրա, որ հայտնվում ես Հայաստանից հետո, անսովոր է ավելի շատ, բայց կասեմ, որ ինձ խանգարել է ավելի շատ ես եմ ինձ խանգարել, քանի որ երիտասարդ եմ եղել ու այդ համբերությունը, որը որ միշտ որ խաղացել եմ Արարատ Արմենիա միջև այդ, մտածել եմ, որ ես միշտ պետք է խաղամ, որովհետև որ չխաղամ, պետք է չմնամ։ Իսկ հիմա որ հետ եմ նայում, ավելի շատ եթե համբերություն ունենայի, կարող է հիմա լրիվ ուրիշ դասավորվեր ամեն ինչ, կարող է եւ չդասավորվեր, հիմա չգիտեմ, բայց չեմ զղջում ոչ մի բանի համար։ Մեծ փորձ տվեց ինձ այդ ամեն ինչը։ Շերիֆուն կարող ասեմ, որ շատ լավ ելույթներ է ունենում, հենց այդտեղ էլ լիքը գոլային փոխանցումներ, լավ խաղեր, խաղում է ստաբիլ։ Իսկ այնտեղ ավելի շատ ես չցանկացա մնալ, քանի որ առաջնության մակարդակը այն չէր, գնացել էի այնտեղ, որ չեմպիոն դառնայինք, ուժերս փորձեի հենց այդ Եվրոկուբկներում խաղալով Չեմպիոնների լիգա կամ չգիտեմ ինչ ստացվեր կոնֆերենս Եվրոպա լիգա։ Չկարողացանք դառնանք չեմպիոն վերջի տուրով, ոչ ոքիով, հասկացա, որ ավարտվում արդեն այդ խաղերը, որոշեցի
հետ գամ։ Տարբերակներ եղան, հետ եկա, որ կարող է ելի տեղափոխվեի, հիշում եմ, հստակ Սլովակիայից առաջարկ ունեի, որ կարայի գնայի, բայց որոշեցի, որ պետք է մնամ Հայաստանում, խաղամ ու փորձեմ հետո նորից դուրս գնալ։ Մոտ հեռանկարում դու տեսնում ես արդեն քո տեղափոխությունը եվրոպական ասպարեզ։ Այս պահի դրությամբ ավելի շատ կենտրոնացած եմ այս խաղերի վրա, բայց ասեմ, որ իհարկե առաջին միտքս նորից գնալն է Եվրոպա, որովհետև ժամանակ է գալիս, որ հասկանում ես, որ դու պատրաստ ես այդ ամեն ինչին ու ոնց որ ասած տեղում մնալը ինքը ավելի շատ հետ գնալա։ Չեմ կենտրոնացել հենց գնալու վրա, բայց եթե լավ առաջարկ լինի, հաստատ առաջի քայլս կուզեմ անեմ։ Անդրադառնանք այն ամենին, ինչի մա ամենամեծ ուշադրություն բերում, ծևեռում իր կողմ աշխարհի առաջնությունը։ Հետաքրքիր է քեզ համար Արթուր ջան, թե ոչ։ Իհարկե բարդ է նայել է ժամային առումով, բայց հետաքրքիր է, հա։ Խաղեր կա, որ դիտում եմ, խաղեր կա, որ չեմ հասցնում այդ ժամային առումով։ Իսկ ունես այնպիսի հավաքական, որին երկրպագում ես։ Ուզում էի, որ Պորտուգալիան ավելի շատ առաջ գնա, բայց ոնց որ ասած չստացվեց։ Արգենտինա, Իսպանիա, Անգլիա։ Իմ կարծիքով այդ ձեր ասած հավաքականների մեջից կարա մենակ Անգլիան, որ էլի նորից լավ ֆուտբոլ է խաղում։ Կա այդպիսի ակումբ եւ ֆուտբոլիստ, ով ձեզ համար sense սիրելի են եւ օրինակ են գուցե։ Քրիստիանո Ռոնալդո, ֆուտբոլիստ։ Կռահել էինք։ Իսկ ակումբ որպես ակումբ սիրել եմ Մանչեսթեր Սիթի, բայց արդեն էլ չէ։ Գվարդիոլան որ գնաց Գվարդիոլայի Մանչեսթեր Սիթին։ Հասկացա։ Ինձ ասեմ։ Սկացվում է 2003 թիվա։ Ինչպես գիտեք, հայկական ակումբներից 3-ը Եվրագավաթային որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները անցկացրեցին։ Հայաստանը ներկայացնող ակումբները գրանցեցին հիանալի մեկնարկ, ցույց տվեցին հուսադրող արդյունքներ եւ ահագին ուրախացրեցին մեզ։ Արարատ Արմենիան ընդհանրապես Չեմպիոնների լիգայում հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հարցը հիմնովին լուծեց։ Ակնթարթներ կխոսենք հենց այդ հանդիպումներից։ Սկսենք Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենիայի եւ Լատվիայի չեմպիոն Ռիգայի միջև դիմակայությունից։ Խաղի առաջին կեսը անցավ հավասար եւ բավականին զգուշավոր պայքարում։ Երկու թիմերի մոտ էլ առաջին հերթին պաշտպանությունն էր կարևորված։ Պատճառը հենց սա էր, որ առաջին կեսում չգրանցվեցին գոլեր։ Թիմերը փոխանակվեցին 2 ստեկ վտանգավոր պահերով։ Ակտիվ էր Արթուր Սերոփյանը հատկապես, ով առաջին կեսում 1-2 շանս ունեցավ գնդակը մրցակցի դարպասը ուղարկելու համար։ Երկրորդ կեսում Տուլիպան մարտավարական փոփոխությունների գնաց։ Եթե առաջին կեսում նա մրցակցին հյուծեց, ապա երկրորդ կեսում բոլորողություններից նրա վրա գրոհել սկսեց։ Արարատ Արմենիան կիրառեց ավելի ագրեսիվ, ավելի բարձր պրեսինգ, քան առաջին խաղակեսում էր, ինչն էլ իր պտուղները տվեց։ 63-րդ րոպեին մերոնց բարձր ճնշման եւ արագ կոմբինացիայի արդյունքում Ուգո Օլիվեյրան մրցակցի դարպասը գրավեց եւ մեզ հաշվի մեջ առաջ մղեց։ Գոլից հետո լատվիական թիմը առաջնետվեց։ Սիկեյրան հարվածեց, սակայն ի ուրախություն մեզ գնդակը դարպասաձողին դիպավ։ 72-րդ րոպեին Ռիգայի վիճակը էլ ավելի բարդացավ, երբ նրանց դարպասապահը կոպիտ խաղի պատճառով կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից։ Արարատ Արմենիան էլ թվային առավելություն ստացած, խաղը վերջնականապես իր վերահսկողության տակ վերցրեց։ 86-րդ րոպեին էլ առավելությունը զարգացնել հաջողվեց։ Էդգար Գրիգորյանի փոխանցումից հետո իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Արարատ Արմենիայի նորեկ Կարլոս Ֆրանսան։ Ահա այսպես հայկական ակումբը առավելությունը կրկնապատկեց եւ պատասխան խաղից առաջ մեծ նախադրյալներ ու պաշար ձեռք բերեց այս դիմակայությունում հաղթանակ տանելու համար։ Թիմի հաղթանակի գլխավոր գրավականը երկրորդ կեսում մարտավարական ճիշտ վերադասավորումն էր, մրցակցի սխալների վրա արագ կողմնորոշվելը եւ անմնացորդ նվիրումը։ Պատասխան խաղը նույնպես, որը հենց 3 կայացավ, բավականին իրադարձային ստացվեց։ Մրցավեճը մերոնց համար սկսվեց շատ անհաջող։ Մեկնարկում ֆուտբոլիստների մոտ ինչ-որ մթագնում եղավ։ Մրցակիցը կոնկրետ պրեսի տակ էր պահում մեզ եւ արդյունքում իր ուզածին հասավ։ Տարական իրավիճակում պաշտպանությունից հարձակման դուրս գալը մեր տուգանային հրապարակում պատուհասի վերածվեց։ Ռիգան առաջին գոլը խփեց եւ հաշվի մեջ առաջ անցավ։ Սա էլ հերիք չէր։ Սառը ցնցող ընդունած մեր թիմը քիչ անց նաեւ երկրորդ գոլը բաց թողեց։ Հենակետային գոտում
պոզիցիոն սխալ եղավ։ Հակառակորդը հարված կատարեց։ Հաշիվը 2-0 դարձավ, իսկ երկու խաղերի արդյունքում այն ընդհանրապես հավասարվեց։ Ի ուրախություն մեզ այս գոլից հետո ուշքի գալ հաջողվեց, եւ միջև ընդմիջում դարպասը անառիկ պահեցինք։ Ընդմիջմանը Տուլիպան խաղացողների հոգեբանությունների մեջ վիրաբուժական ռադիկալ աշխատանքներ կատարեց։ Արդյունքում երկրորդ կեսի հենց ամենասկզբում արդեն մենք օգտվեցինք մրցակցի սխալից։ Ժիրայր Շաղոյանի ճնշումը Ռիգայի կիպերի վրա հաջողությամբ պսակվեց։ Ժիրոն հիանալի գործեց եւ մեզ համար այդքան կարեւոր դարպասի գրավում արձանագրեց։ 2-1։ Հիմա արդեն քաոսային վիճակում մեր մրցակիցներ Արարատ Արմենյան ակնթարթ նրանց արդեն խփած երկրորդ գոլն էր տոնում։ Սանդրո Լիման առանց երկար մտածելու, առանց այս ու այն կողմ անելու, վերցրեց եւ հեռավոր դիրքից այնպես կրակեց, որ մրցակցի դարպասապահին չտվեց որևէ շանս, որպեսզի փրկի իր թիմին։ Հիասքանչ գոլ գրանցվեց։ Հաշիվը հավասարվեց։ Երկու խաղերի արդյունքում էլ մեր ակումբը նորից 2 գնդակի առավելություն ստացավ։ Այս գոլից հետո Արարատ Արմենյան ամբողջ թիմով հետ իջավ, իսկ Ռիգան զանգվածային հարձակումների անցավ, հարված հարվածի ետևից։ Բոլոր գրողները վտանգ էին պարունակում իրենց մեջ։ Դարպասապահ Ժոաո Բրավիմը մի քանի անգամ լրջորեն խաղի մեջ մտավ, փրկելով թիմին վերահաս գոլերից։ Կամ Բրավիմն էր կանգնում գնդակի ճանապարհին, կամ դարպասացողներ մեզ օգնության գալիս, կամ էլ մրցակցի բախտը ուղղակի չէր բերում։ Ռիգան նույնիսկ գոլ խփեց, բայց ի ուրախություն մեզ մրցավարը մինչ այդ սուլել էր եւ արձանագրել էր կանոնների խախտում։ Այդուհանդերձ ավելացրած ժամանակում հակառակորդին հաջողվեց ապահովել վալիդոլային վերջաբան։ Ռիգան 11 մետրանոցի իրավունք վաստակեց։ Ռեֆերին վարը նայեց եւ նշանակետին ցույց տվեց։ 11 մետրանոց անվրեպ հարված 3-2, սակայն տանտերերին եւս 1 գոլ էր հարկավոր, ինչը մենք կաշվից դուրս գալով իրականանալ թույլ չտվեցինք եւ մեծ ջանքերի գնով կարողացանք պահպանել ձեռնտու հաշիվը եւ նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։ Ահա այսպես մեծ դժվարությամբ Արարատ Արմենյան հաղթանակը մաքարեց, ինչի համար կարող ենք շնորհավորել բոլորիս։ Հերթականությունը չխախտելով տեղափոխվենք կոնֆերենցիաների լիգա, որտեղ որակավորման առաջին փուլի շրջանակներում Ալաշկերտը սեփական հարկի տակ ղազախական Էլիմայի դեմ մրցեց։ Խաղը ստացվեց բավականին դրամատիկ ու թեժ, եւ ինչպես ասում են 3 արդյունքի հանգուցալուծմամբ ընթացավ։ Վահե Գևորգյանի թիմը գործեց հավասարակշռված եւ բալանսավորված։ Կիրառված մարտավարական գործիքները հենց սա էին հուշում մեզ։ Այդուհանդերձ ղազախական ակումբը բավականին կազմակերպված պաշտպանություն ապահովեց եւ սուր հակագրողներով աչքի ընկավ։ Խորը տակտիկական մրցապայքարում անցած խաղի առաջին կեսում երկու թիմերն էլ ունեցան մի շարք գոլային պահեր, ու եթե մերոնց հարձակվողների հարվածները չստացվեցին դիպուկ, ապա հյուրերի հակագրողները չպսակվեցին հաջողությամբ։ Այս հանդիպման հաշիվը երկրորդ կեսում բացվեց։ Մերոնց դիրքային սխալների պատճառով Արսեն Աշիրբեկը անվրեպ հարվածով Էլիմային հաշվի մեջ առաջ մղեց։ Բաց թողած գոլից հետո Վահե Գևորգյանը տակտիկական դիմանկարի հարձակումների մեջ որոշակի փոփոխություններ կատարեց։ Ալաշկերտը ճնշումը ուժեղացրեց եւ նետվեց առաջ կորցրածը ետ բերելու համար։ Խաղավերջում մեր ակումբը ստանդարտի խաղարկման իրավունք վաստակեց եւ փոխարինման դուրս եկած Դավիթ Տերտերյանը 86-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը հաշվի հավասարակշռությունը վերականգնել կարողացավ։ Վահե Գևորգյանի ճիշտ միջամտումների եւ կամային որակների շնորհիվ Ալաշկերտին հաջողվեց խուսափել պարտությունից ու ամեն ինչ տեղափոխել պատասխան խաղի վրա։ Ալաշկերտին նույնպես հաջողություն մաղթենք ու շարժվենք առաջ։ Մեր մյուս ակումբը Երևանի Փյունիկը իր եվրագավաթային հանդիպումը հյուրընկալվելիս անցկացրեց։ Արտակ Օսեյանի թիմը կոնֆերենցիաների լիգայում արտագնա խաղում ուժերը Մալթան ներկայացնող Մարսաշլոկի հետ չափեց։ Հենց առաջին րոպեներից Փյունիկը խաղային ամբողջ նախաձեռնությունը իր ձեռքերի մեջ վերցրեց։ Բարձր պրեսինգ կիրառելով, արագ կոմբինացիոն ֆուտբոլ ցույց տալով, մեր ակումբը մրցակցին իր կանոնները պարտադրեց։ Սիստեմային ճնշումը այն բանին հանգեցրեց, որ առաջին կեսի վերջում Փյունիկը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, իսկ նշանակետին մոտեցած Սիմո Յանսանեն կրակագծից չվրիպեց 1-0։ Երկրորդ կեսում հայկական ակումբը տեմպը չթուլացրեց։ Գործածված գրագետ կոնտրպրեսինգը եւ մրցակցի սխալներից օգտվելը մեզ համար նորից նշանակալից դարձավ։ Արտակ Դաշյանը իր մասին հիշեցնել տվեց եւ հերավոր դիրքից կատարած հարվածով գեղեցիկ գոլ խփեց, Փյունիկին հաշվի մեջ 2 գնդակի առավելություն հաղորդելով։ Մեր ակումբը սակայն այսքանով չբավարարվեց եւ երրորդ գոլն խփեց։ Մրցակցի ջախջախման ավարտը Միխայիլ Կովալենկոն դրեց։ Հաջողությամբ եզրափակեց
շրջափակելով թիմակիցների ձեռնարկած հերթական գրոհը։ Արտակոսեանի մարտավարական քփությունն ու կարգապահությունը, ավելի բարձր կարգ ունենալը եւ հակառակորդի թերացումներից օգտվելը հենց այս ասպեկտները դարձան հաղթանակի գլխավոր գրավականը։ Փյունիկը գործնականում հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը լուծեց, որտեղ նրանք կսպասի ավելի լուրջ մրցակից։ Այս փուլում ընդհանուր առմամբ հայկական ակումբները շատ հաջող հանդես եկան, թե իրենց խաղով, թե արդյունքներով ուրախացրեցին բոլորիս։ Հույս ունենանք այս դրական էմոցիաները ունենան շարունակական բնույթ։ Մեկ անգամ եւս մեր ակումբներին հաջողություն մաղթենք եւ վերադառնանք տաղավար։ Առաջարկում եմ գնանք դեպի գոլերի հատվածը։ Գալու է կուլմինացիոն պահը, պաուզա է լինելու ու կռահես գոլա, փոխանցումա, դարպասապահանափրկում կամ գուցե շեղարվածա։ Մեքսիկայի խաղն է Էկվադորի հետ։ Այս դրվագում Ինձ թվում է այս դրվագում փոխանցում է կատարում։ փոխանցում։ Այո։ Արտուր ջան, լավ մտածի։ Գոլ։ Չէ, գոլ էր։ Շատ գեղեցիկ գոլ էր Խուլիան Կինյոնես։ Տղա ջան, մի քիչ ուրիշ ազգանուն ընտրեիր էլի։ Երկրորդ խաղը Բրազիլիա-Նորվեգիա։ Չէ, գոլն է Հալանդի։ Այո, դե սա շատ հանգիստ կարելի էր կռահել, եթե գնդակով Հալանդն է, ուրեմն Գոլը։ Արտուր ջան, հիմա էլ առաջարկում եմ անցնենք մեր նոր, արդեն երկրորդ անգամ իրականություն դարձող հատվածին, երբ զանգելու ենք ձեր ընկերներից ինչ-որ մեկին, տալու ենք հարցեր, որոնց պատասխանները համոզված եմ դուք գիտեք, բայց պետք է պատասխանի ձեր ընկերը։ Ու հուսանք ճիշտ կպատասխանի, հաղթելու դեպքում էլ մարզաշապիկ ստուդիո կանենք։ Ում ենք զանգելու։ Զանգելու ենք իմ ընկեր Ժիրայր Շաղոյանին։ Ժիրայր Շաղոյանը, շատ հաճելի է։ Որը որ ֆուտբոլից ասեմ, որ շատ լավ է հասկանում, հուսով եմ կպատասխանի հարցը։ Տեսնենք։ Ալո։ Ժիր ջան, բարև աղբերս։ Բարև։ Հաղորդման յուր եմ եկել։ Հա։ 3 հատ հարց պետք է տան, պետքա պատասխանես։ Խնդիր չկա աղբերս։ Ողջույն Ժիրայր ջան, ես կփորձեմ հնարավորինս բարձր կարդալ հարցերը, որպեսզի ձեզ մոտ լսվի։ Լավ։ Որ համարի մարզաշապիկով է Արտուր Սերոփյանը ամենաշատը հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Ունենք 3 տարբերակ՝ 23, 9, թե 22։ Ինձ թվում է 9։ 9։ Ճիշտ պատասխան էր, Ժիրայր ջան, շնորհակալ եմ։ Երկրորդ հարցը, որ հավաքականն է դարձել աշխարհի առաջնության առաջին չեմպիոնը։ Բրազիլիան, Ուրուգվայը, թե Արգենտինան։ Ուրուգվայ։ Ընտիր, Ժիրայր ջան, այս հարցերը կարող է ձեզ ուղարկել էինք ինչ-որ մի ձեր։ Չէ, գիտեի։ Ասում եմ, չէ։ Եվ վերջին ամենաբարդ հարցը, ազգությամբ հայ որ ֆուտբոլիստն է խաղացել Իրանի ազգային հավաքականում ու մասնակցել աշխարհի առաջնություններին։ Իդեպ նաև պատմության մեջ առաջի քրիստոնյա ֆուտբոլիստն է, ով դարձել է Իրանի ազգային հավաքականի պաշտոնական ավագը։ Ալեն Բոգոսյանը, թե Անդրանիկ Թեյմուրյանը։ Ինձ թվում է Ալեն Բողոսյանը, անկեղծ ասած չգիտեմ, բայց հնարավոր է որ լսած լինեմ։ Մի քիչ էլ մտածենք, Ժիրայր ջան, մի քիչ էլ մտածենք։ Դե մի քիչ մտածենք, հա։ Ուրեմն ես վերակը կընտրենք։ Անդրանիկ Թեյմուրյանը։ Հա, բայց չգիտեի։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ Ժիրայր ջան։ Այո, ճիշտ պատասխանը Անդրանիկ Թեյմուրյանն էր։ Շնորհակալություն եղբայր։ Մերսի, Ստեսություն։ Այս ինձ անմիջական, հավեսով, թեթև, շատ լավ է։ Իսկ խաղադաշտից դուրս եք ընկերություն անում։ Այո։ Դա մանկության ընկերություն է, թե։ Շատ շուտվանից ենք իրար ճանաչում ու տենց մանկությունից շփվում ենք։ Եղել է կոնֆլիկտներ ձեր միջև։
Եղել է, իհարկե, ոնց կարող ասած չլինի, ֆուտբոլային դաշտում իհարկե, դաշտից դուրս երբեք չի եղել, բայց ֆուտբոլային դաշտում բոլորի հետ է լինում էլի կոնֆլիկտներ, բայց շատ շուտ հասկանում ենք իրար։ Ընտիր։ Եվ գնանք բլից հարցաշարին, շատ արագ, շատ հանգիստ, ընտրիր որ տարբերակը որ քո սրտով է Արտուր ջան։ 3 բառ, որոնք քեզ բնութագրում են, այդ 3 բառերը որոնք են։ Էմոցիոնալ, Բարի, միանշանակ ու ուժեղ կամք։ Ընտիր։ Ամենաուժեղ պաշտպանը ում դեմ խաղացել ես։ Դեմ խաղացել եմ Գվարդիոլ։ Յոշկոն։ Գոլ խփել թե գոլային փոխանցում տալ։ Երկուսը չեմ կարա Անդրե։ Երկուսն էլ։ Չէ լավ գոլ խփել։ Որ մարզիչն է ամենամեծ ազդեցությունը ունեցել քեզ վրա։ Խոագին Կապարոսը, թեկուզ շատ Վարդան Բիչախչյանը, որը հնարավորություն տվեց Արադ Արմենիան խաղալու։ Բոլորը տենց ամեն մեկը մի բան թողել է Վարդան Մինասյանը, չէ, բոլորը հենց Մելիքյանը։ Արտուր ջան, որ թիմի դեմ կուզեիր խաղալ քո կյանքում գոնե մեկ անգամ։ Որ թիմի դեմ։ Այո։ Մանչեսթեր Սիթի։ Չէր խանգարի համակրանքը։ Վառը ավելի շատ օգնում է թե խանգարում։ Իռլանդիայի գոլից հետո խանգարում չհաշվեցին։ Ինչն է քեզ ամենաշատը նյարդայնացնում խաղադաշտում։ Նյարդայնացնում, որ սիրուն հարված եմ անում ու գոլ չի մտնում։ Պարտությունից հետո առաջինը ում հետ ես խոսում։ Ընտանիքիս անդամների երևի։ Որ մարզադաշտում ամենաշատը կուզենայիր, գոնե մեկ անգամ ելույթ ունենայիր։ Բեռնաբեու։ Ու վերջին հարցը։ Ինչ խորհուրդ կտար Արտուր Սերոբյանը, ներկայիս Արտուր Սերոբյանը, 15-ամյա Արտուր Սերոբյանին։ Որ հավատա ու շարունակի աշխատել ու կհասնի նպատակներին։ Շնորհակալ եմ Արտուր ջան, մենք էլ հավատում ենք, որ մեր հավաքականի կազմում, թե ակումբի կազմում դու նորանոր նվաճումների կհասնես եւ մենք հպարտանալու առիթներ կունենանք։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, ահա այսպիսի անկեղծ, գուցե ինչ որտեղ նաեւ մտածկոտ, էմոցիոնալ, բայց ազնիվ զրույց ունեցանք Արտուր Սերոբյանի հետ, համոզված եմ այն ձեզ պետք է դուր գա։ Խնդրում եմ նաեւ մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր տեսակետները մեր այսօրվա զրույցի վերաբերյալ, իհարկե լայքեք, բաժանորդագրվեք նորալիքին, տարածեք տեսանյութը եւ իհարկե հիշեք, որ սա ինտերֆուտբոլն է։ Այստեղ խոսում ենք ֆուտբոլից, իսկ դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։ Սիրելի Արա գործի եմ էթում մտովի։ Ոնց կասեի։ Ես կարելի է։ Ապրես։ Ֆոտո անենք, մի հատ ոզի։